Այսօր լրացել է մոդել Լիլի Մորտոյի դստեր, 1 ամսականը։ Ավրորան 1 ամիս առաջ լույս աշխարհ եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մայրիկը նրա ծննդի հենց առաջին օրվանից հրապարակումներով էր հանդես գալիս, Instagram-ն են հարթակում, թե իսկ այսօր էլ ցույց է տվել, թե ինչպես են նշել փոքրիկի 1 ամսականը։ Что это? Вай, какой арбуз, какая девочка. Ой. Аврора спит, мы кайфуем. Да, кстати, Аврора, смотрите, спит, пока спит. 2 часа уже спит, мы успели кофе попить. Сейчас арбуз будем кушать. Отдыхаем чуть-чуть, разговариваем с Римкой, пока наша девочка спит. Ой. Дима, вкусно? Угу. Да. Аврора бы оценила, но сейчас не может. Да. Давай. Чик. Смотрите, Ремон, Тёма ананасов, ананасок осарки. Тёма, спасибо. Папа и дочка кайфуют. А я что делаю? Я мучаюсь. Читон хангист. Мама меня хангист ми бана не чаратитин. Чаратитин. Я говорю копать мама и почить. Читон мама хангист. Մի բան անի, մի բան վայրի, իմ աղջիկը։ Պա, բա ինչ կանեք։ Վայլեք։ Да, настоящая. Это не куколка, это куколка, маленькая куколка. Моя сестренка, привет, Авророчка, привет. Прости, что раньше не успела приехать. Смотри, смеется чуть-чуть, видишь? Как будто чуть-чуть смеется. Да. Смотри, видишь? От твоего голоса смеется. Аврора? Աջան, աչիկս պապայի դուրս եկել առաջին անգամ անգահել է նայեք։ Լաչիչ։ Ավրորա։ Պապա դուրս եկել։ Ավրորոչկա հետ մանգա, Ավրորոչկան էլ պապայի հետ։ Առաջին անգամ։ Մուգիկը սկսել է լացել, չթողեցել է մի քիչ մանգանք։ Պապան գրկել է հանգստացել է նայեք։ Հանգստացա՞ր։ Պապա ջերմ միշտ հանգիստ է, միշտ։ Սենց են գնում, պապա։ Նորաթուղ հայրիկը։ Ինչի՞ չուզես իկալյաս կայմեշ մնաս, հա։ Ինչի՞ լերաս։ Ինք ուզում է պապայի մոտ, պապայի ձեռքերի վրա, հա։ Թիմորսի։ Դու փոքր մուկիկ ես։ Դու մուկիկ ես։ Լոլո, արի կույիկին պես։ Լոլոս, կույիկն անի, մատիկ։ Լոլոսկա։ Կույիկն անի, մատիկս, հա։ Լոլո։ Լոլոսկա, արի կույիկին սիրի, արի կույիկին պուպուսի արա, կյանքս, արի։ Լոլոս։ Գիտենք, պապան ինչ անողի բան, որովհետև իմ
ինքը ոնց որ որոշել է իմ համար կոլեկցիա հավաքի, եթե իհարկե ճիշտ եմ։ Հաստատին ճիշտ եմ գուշակել։ Տեսնենք ինչ է։ Շատ սիրուն է, վաու, շատ սիրուն է։ Ես սա տեսել էի ճիշտ ասած։ Ինձ իր դիզայնը շատ դուր եկել, շատ սիրուն եմ ենք։ Սա էլ շիշը դնելու համար է։ Պապայի հետ նստած խմում է, նայեք։ Հիմիկվանից պապան սովորացնում է իրան խմել։ Այ։ Այսօտի կոմպարի բերած ծաղիկներն են։ Հələ միա չրա ռուսի քիթի կնայեք, էլի հեսյա ռուսի քիթի կնայեք։ Էսյուն քիթի կինա քասի, ռուսի քիթիկը։ Ոնց որ օպերացիա արածն էինքան բարձրա։ Օպերացիա արած ծնվել է իմ մաչիկը, նայեք, ռուսի քիթիկով, ջքած աչքերով, բանջիկ բրոսներով, ինքը արդեն հենց վիրահատած ծնվել է, պապան փորիկ մեծ վիրահատություն արել իրան։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 500,000 դիտումը դա արդեն շատ լավ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդուդեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե
ուզում եմ հասկանալ այդպիսի լուրջ երկեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ որ երկեր կամ չգիտեմ ինչ որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երկերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։ Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ճիշտ ասած չհասկացա թե Տոլմայի վիդեոն ինչի էդպիսի մեծ աժատաժ առաջացրեց։ Շատերը մտածում են ես ոչինչ պատրաստել չգիտեմ, ասեմ որ ես ամեն ինչ անում եմ եւ ամեն ինչ պատրաստում եմ։ Հիմա ուղղակի ուզում եմ խոսել Տոլմայի մեկնաբանությունների մասին, բլինչիկ փաթաթելով, կարդալ top կոմենտները, մի խոսքով էդպիսի պոզիտիվ տրամադրություն հաղորդեմ ցեզ։ Սիրելիներս, նախ Կյանք վիդեո եմ նկարում։ Նախ ասեմ, որ մեկնաբանությունները կարդալուց տրամադրությունս շատ բարձրացավ, չնայած իմ տրամադրությունը մի շատ բարձր է, եւ նշեմ, որ նոր տեսահոլովակս, Յայայի երկիս տեսահոլովակը 5-6 օրում հավաքել է 1 միլիոն դիտում, դա շատ լավ արդյունք է։ Մեկնաբանությունները կարդալուց մի բան հասկացա, որ սիրելիներս, առաջինը մենք չենք լսում իրար ընդհանրապես, ուրեմն ես խոսում եմ մի բանի մասին, իսկ մեկնաբանությունները ընդհանրապես այլ բանի մասին են։ Ես այդպես հասկացա, որ մենք ընդհանրապես լսելու ընդունակություն չունենք։ Ուզում եմ, որ բոլորս աշխատենք այդ մի բանի վրա, որ սկսենք լսել իրար։ Երբ որ մարդը ինչ-որ տեսանյութ է նկարում, առաջինը լսենք, թե նա ինչ է ուզում ասել։ Հետո արդեն նայենք թե տեսանյութի մեջ ինչ է կատարում։ Երկրորդը, մենք ընդունակ չենք ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Մեկնաբանությունների մեծ մասը եւ այս մեկնաբանությունների եւ տեսահոլովակի մեկնաբանությունների մեծ մասը դրա մասին է։ Մենք չենք կարողանում ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Երբ որ մենք հասնենք նրան, որ մարդուն ընդունենք այնպեսին, ինչպեսին նա կա, կարծում եմ մեր մոտ շատ բան կփոխվի։ Ընդհանրապես ոչ միայն մեր ազգի մոտ, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Լոլո, ինչ ա եղել։ Այ մաչկոս։ Ինչ ա եղել ասա։ Եվ երրորդ ուզում եի ասել, որ ով է ասել, որ եթե ենթադրենք 90% կամ 99% մարդկության անում է մի բան, իսկ մի տոկոսը այլ բան, ուրեմն այն մի տոկոսի արածը սխալ է։ Ոչ, սիրելիներս, մի հատ որ լավ մտածեք, միգուցե հասկանաք, որ 99%-ի արածն է սխալ, ոչ թե 1%-ին։ Այդ 90% կամ 99% ընտրությունների չէ թե գնում։ Մի խոսքով, ուզում եի ասել, որ եթե ենթադրենք ես տոլման փաթաթում եմ շատ մեծ, իրեններից, այնպես չի որ ես չգիտեմ, որ տոլման կարելի է նաև փոքր փաթաթել կամ տոլման պետք է փոքր փաթաթել։ Ուղղակի ինձ մեծ է դուր գալիս, ես այդպես եմ սիրում անել, ինչպես կոմենտների մեծ մասում էր գրված, որ մեծ եմ փաթաթում, որ միանգամից մի հատ ուտեմ կշանան, էլի համել դա մի քիչ sense բանում, այդպես խոդա էլի հասկացաք։ Մեծ փաթաթում եք միանգամից մի հատ ուտում կշտանում եմ, 50 հատ չեմ վերցնում, էլի։ Այդպես։ Այսօր իմ բլինչիկները